Արագածոտ TV եթերում լուրեր լրատվականն է, ձեզ հետ Լիլիթ Համբարձումյանն է, Հայաստանի Հանրապետության, կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի հեռավոր Արագածավան բնակավայրում կառուցվել է թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքը եւ հանձնել է շահագործման։ Բացումը մեծ տոն է թե աշակերտների եւ ուսուցիչների թե գյուղի բնակիչների համար։ Դպրոցի կառուցման եւ կահավորման համար կառավարությունը հատկացրել է 2.5 միլիարդ դրամ։ Նորակալի դպրոցը հագեցած է ժամանակակից պայմաններով, այն ունի փակ եւ բարդ մարզադահլիճներ, հանդիսությունների ընդարձակ սրահ, ամֆիթատրոն, լուսավոր դասասենյակներ, լաբորատորիաներ, ճաշարան, գրադարան եւ ընթերցասրահ, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Կրթական պայմանների բարելավման շնորհիվ ակնկալվում է, որ նորաբաց դպրոցը նոր ուսումնական տարում կունենա 500-ից ավելի աշակերտներ։ Հավելենք նաեւ, որ Արագածավանում նույն ծրագրի շրջանակում կառուցվում է եւս մեկ դպրոց, որը շահագործման կհանձնվի առաջիկայում։ Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է Օլիմպիադայի 25 հաղթողներին։ Արագածոտնի մարզի հաղթողներից Սիլվա Մովսիսյանը աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի է, իսկ Էլեն Թորոսյանը Ներսես Աշտարակցու անվան թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի։ Նշենք, որ Օլիմպիադան նախատեսված է 5-րդ և 6-րդ դասարանների սովորողների համար։ Այն նպատակ ունի խթանել ընթերցանությունը, մշակույթը, զարգացնել լեզվամտածողությունը եւ կարդալու տեխնիկան։ Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ընթերցանության օլիմպիադայի մասնակցելու համար, ընդգծելով, որ դա նշանակում է նրանք կարևորում են գիրքն ու ընթերցանությունը։ Թալինի երաժշտական դպրոցի դհոլաների համույթը դպրոցի 65-ամյակի շրջանակներում Վրաստանի Հանրապետությունում մասնակցել է Global International Art Press փառատոնին։ Համույթը վերադարձել է ոսկյա գավաթով, դասատու Հենրիկ Մխիթարյան։ Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի սաները մասնակցել են Level Up Cup առաջնությանը եւ գրանցել գոհացուցիչ արդյունքներ, պատմով ներկայացնելով իրենց կրթօջախը։ Արդյունքները հետեւյալն են՝ Մոնիկա Պողոսյան, առաջին կարգի 2 մրցանակ, Մարիա Ղազարյան, առաջին կարգի 2 մրցանակ, Ադրիանա Աղաբեկյան, առաջին կարգի 2 մրցանակ, Անի Ալոյան, առաջին եւ 3-րդ կարգի մրցանակներ, Բելլա Մխիթարյան, 2-րդ եւ 3-րդ կարգի մրցանակներ, Դիանա Հարությունյան, 2-րդ եւ 4-րդ կարգի մրցանակներ, Արիաննա Մինասյան, 3-րդ կարգի 2 մրցանակ, Պարուսույց Անդրանիկ Ծատուրյան։ Նարեկացի արվեստի միությունում ավագ շաբաթվա խորհրդով միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ հայկական մանրանկարչության ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսի բացումը։ Հայկական մանրանկարչության ստուդիան հիմնվել է 2021 թվականին Աննա Մարգարյանի կողմից։ Նարեկացի արվեստի միության ցուցահանդեսների համադրող Արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում նշեց, որ նման ցուցադրությունները կենդանի են պահում մեր լավագույն ավանդույթները։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 3-ը։ Հայ վիրտուզներ ծրագրի կրթաթոշակառու պատանի կլարնետահար Աշոտ Ամիրբեկյանը մասնակցել է միջազգային հեղինակավոր Ռենդեզվուա Փարիզ մրցույթին եւ դարձել է 2-րդ կարգի մրցանակակիր։ Նշենք, որ Աշոտ Ամիրբեկյանը սովորում է Վանաձորի արվեստի պետական քոլեջում, ուսուցիչ Էդուարդ Առաքելյան։ Սպորտային նորություններից Ապարան համայնքի Արագած վարչական տարածքում տեղի ունեցան Ապարան համայնքի վոլեյբոլի առաջնության կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ խաղերը։ Կիսաեզրափակիչ զույգերը Արագած Ամուր, Արագած 1, Եղիպատրոջ մարզադպրոց, եզրափակիչ դուրս եկան Եղիպատրոջ եւ Արագած 1 թիմերը, որտեղ համար պայքարի արդյունքում հաղթեց Եղիպատրոջ թիմը։ Մրցանակային տեղեր զբաղեցած թիմերից բացի պարգևատրվեցին նաեւ Արագած թիվ 1 եւ թիվ 2 դպրոցների աղջիկների թիմերը, որոնք առաջին անգամ էին մասնակցում առաջնությանը։ Եզրափակիչ տեղեր՝ առաջին տեղ Եղիպատրոջ, երկրորդ տեղ Արագած 1, երրորդ տեղ Արագած Ամուր։ 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությանը մասնակցել է Աշտարակի մարզադպրոցի սան Խաչի Խաչատրյանը։ 110 կիլոգրամ քաշային կարգում գրավել է երկրորդ պատվավոր տեղը մարզիչ Ահարոն Մխիթարյան։ Մարտի 25-ին Վանաձորի ծանրամարտի մարզադպրոցում տեղի ունեցավ 2009-2011 թվականների ծնված պատանիների ծանրամարտի բաց առաջնությունը, որին մասնակցեցին Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցի սաները եւ զբաղեցրեցին մրցանակային տեղեր։ Արամայես Ղազարյան 3-րդ պատվավոր տեղ, Դերեն Անդրեասյան 3-րդ պատվավոր տեղ։ Ապարանի մանկապատանեկան մարզադպրոցի սան Մարիամ Ադամյանը մասնակցել է Վանաձորում կայացած 2009-2011 թվականներին ծնված աղջիկների ծանրամարտի բաց առաջնությանը 90 կիլոգրամ քաշային կարգում զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը։ Այսքանը մեր լրատվությունը սպառվեց։ Ես ձեզ մաղթում եմ հաճելի օր։ Ցտեսություն։